նա ծմա է։ Փաշինյան, Մաշինյան, որ մի անգերել մեյդան, դրանք սխալվում են։ Կաթողիկոսը ծմա է, մինչև իրեն կյանքի վերջը պետք է մնա։ Քաղաքացի Կարլեն Թադևոսյանը չի պատկերացնում, թե ինչպես է Հայաստանի վարչապետը փոխելու կաթողիկոսին, թեպետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մանրամասն շարադրել է կաթողիկոսական նոր ընտրությունների ձևը։ 10 հոգանոց համակարգող խորհուրդ է ձևավորում։ Այստեղ ընդգրկվածները պիտի հավատան Հիսուսին, ընդ որում ամբողջ հոգով, Աստվածաշունչը կարդացած լինեն սկզբից մինչև վերջ։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ մեծ պահ պահած լինեն, ամեն օր աղոթեն։ Այս 10 հոգուն Նիկոլ Փաշինյանն անձամբ կընտրի, ինչպես ինքն է ձևակերպել հոգու աչքերով։ Հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Ովքեր համապատասխանում են այս պայմաններին եւ ուզում են Նիկոլ Փաշինյանին միանալ վեհարանը վեհափառից ազատելու գործում, պետք է նրա անձնական էլեկտրոնային հասցեով նամակ գրեն։ Նիկոլ Փաշինյանի խոսնակի հետ կապ հաստատել չկարողացանք, որ պարզենք, արդյոք արդեն դիմումներ կան։ Աստծուն հավատում եք։ Իհարկե, Աղոթում եք։ անպայման, ամեն օր։ Ամեն օր եք աղոթում։ Այո, ընտանիքի։ Երբեմն, հա, նայած, անպայման։ Սաթենիկ Փարսադանյանն աղոթում է, Աստվածաշունչը կարդացել է սկզբից մինչև վերջ, պաս պահել է, մի խոսքով համապատասխանում է բոլոր պայմաններին, բայց անմիջապես անակնկալի է գալիս կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ հարցից։ Չէ, ինչի։ Չգիտեմ։ Ես մի քիչ հավատում եմ Աստծուն ու չեմ կարող ասել չէ։ Ես քաղաքականությունից հեռու եմ, մանկավարժ եմ ինքս եւ չեմ ուզում նման հարցերով զբաղվել։ Վարչապետի սահմանած պայմաններով քաղաքացիներ Մայրաթորի տարածքում էլի կային, բայց նրանցից ոչ ոք առայժմ համակարգող խորհրդի անդամ դառնալու ցանկություն չի հայտնում։ Ես անձամբ չեմ մասնակցի։ Մարդիկ վարչապետի օրակարգ մղած հարցը, թե հայոց հայրապետը կուսակրոնության ուխտը խախտել է ու պիտի հեռանա, քաղաքական են համարում։ Թեպետ Փաշինյանն ինքը այս ամենի մասին խոսելիս ներկայանում է որպես հայ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ։ Դրանք առանձին աշխարհներ են, իրենց կազմով, իրենց քաղաքականությամբ, այնպես որ չի կարելի, որովհետև ուրիշ բան, երբ որ դու գնստում եք սուրճի սեղանի մոտ եւ ընկերուհուն քո կարծիքն ես ասում, բայց ընդհանուր առմամբ չի կարելի խառնվելու։ Մենք չգիտենք այդ է, подводные камни мы не знаем։ Կաթողիկոսի փոփոխությունը իմ համար անընդունելի աղագել։ Այս տիկինը ենթադրում է, որ եթե անգամ վեհափառն ուխտը խախտել է ու զավակ ունի, դա մինչև նրա ընտրվելն է եղել։ Թող այդ ժամանակ ստուգվեր փաստը, հիմա կարծում է կարիք չկա։ Արշակ Սարգսյանը ցավով նշեց, պաս չի պահում, բայց կանոնավոր աղոթում է։ Վեհարանն ազատելու գործը չի պատկերացնում, որ իրեն վերաբերվում է։ Գյուղացի մարդ ենք մենք, մեր հողը գործը թողած, այդպես բաներով ով կզբաղվի։ Մենք շատ փոքր մասնիկ ենք կազմավորել, ինչ որ բանով օգնենք այս մարդուն։ Ուզում եք օգնեք, թե ուզում եք փոխեք։ Դե տեսնենք ոնց կլի, ես շատ գիտեմ։ Այն, որ երկրի վարչապետը 12-օրյա հակակաթողիկոսական գրառումներից հետո այսօր արդեն անցավ գործնական քայլերի, չի զարմացնում։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին ասաց, անսպասելի չէր։ Մենք խոճապի մեջ չենք, անհանգստություններ չունենք, տհաճություն ապրում ենք, որ նման վիճակ է ստեղծել, բայց բացարձակապես ոչ խոճապ կա, ոչ էլ վախի մթնոլորտ կա։ Աստված բոլորիս հետ։ Նիկոլ Փաշինյանն այս գործը ձեռնարկելուց առաջ շեշտել էր վեհարանն ազատելու են սիրով եւ քրիստոնեաբար, բայց այս հարցում կասկածներ ունեն հայաքվե քաղաքացիական միավորման անդամները։ Դրանք արդեն 3 օր է վեհարանի դարպասների մոտ հերթապահություն են սկսել։ Մենք այստեղ հսկողություն ենք սահմանում, որ որևիցե մի սադրիչ չփորձի մեր եկեղեցու մոտենա, չփորձի մեր սրբությունները պատահաբար իր կարճ ուղեղով ոտնահարի կամ ինչ-որ բան, որովհետև կգցի ոտին 100%-ով, չի կարա մարսի, էլի։ Էջմիածնում ծնված, Էջմիածնում ապրած, Էջմիածնի հպարտ քաղաքացի եմ ես։ Էջմիածնեցի Հունան Մարտիրոսյանն էլ է միացել վեհարանի դուռը հսկողներին, ասում է մեր ամենազգայուն կետին է կպել Փաշինյանը։ Նրա հավատը չի սասանվում անգամ կուսակրոնության ուխտի կասկածների պարագայում։ Երբեք իմ հավատը չի սասանվի, բացառվում է դա։ Քավլիցի, մոռանանք այդ մասին։
Հայրապետական գահի շուրջ Հայաստանում բորբոքված քննարկումներին զուգահեռ երկրում չէ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա Դուբայ հանդիպման էր մեկնել եւ վերադառնալու է այսօր կեսգիշերին։ Ընդդիմադիր մի քանի գործիչներ քաղաքացիներին կոչ են արել շտապել Զվարթնոց ու աջակցություն հայտնել վեհափառին։ Այսօր արտերկրի մի քանի համայնքներից են աջակցության հայտարարություններ հնչել։ Հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված այս արտակարգ իրավիճակին առայժմ չի արձագանքել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը։ Միայն երեկ երեկոյան Անտիլիասը նրա մասնակցությամբ մի հավաքի մասին տեղեկատվություն տարածեց, որում այսպիսի ձևակերպում կար։ Ժողովականները խոր մտահոգություն արձանագրեցին Հայաստանի մեջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետության իշխանություններու ներկայացուցիչներուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծված մթնոլորտին մասին։ Անընդունելի նկատվեցավ հարցերու այս ձևով բարձրացումն ու արծածումը, որոնք չեն առաջնորդել լուծումներու, այլ կստեղծեն ներհասարակական լարվածություն։ Այս հայտարարությունը շատերը գնահատեցին ոչ համարժեք ու անատամ։ Մայրաթորի դիվանապետը չի մեկնաբանի։ Ես ատամնաբույժ չեմ։ Խայտարակություն ու անընդունելի խոսակցություն, սա էլ Հայաստանի երրորդ նախագահի գնահատականն է։ Ինչ քայլեր պիտի անի Սերժ Սարգսյանն իր առաջնորդած ուժի հետ։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար հայրապետի խորհուրդներին, վեհապար հայրապետի դիրքորոշման։ Կաթողիկոսի փոփոխության հարցն այս օրերին մնում է ամենաթեժը քաղաքական զրույցների սիրահար ու Մայրաթորի տարածքում հով դիրքավորված տարեցների համար։ Կաթողիկոս ով ուզում է լինի, Փաշինյան ով ուզում է լինի։ Այ մարդ կուսակրուն ըլնի չլնի այդ մեկն էլ թողոտեն ծլնի, երկիրը սա խառնված է իրար։ Ասեն թե որ դու գիտես ապացուցիկ, ինչ ապացույց կլինի, որ ապացուցեն որ նա երեխա ունի։ Ով կապացուցի։ Վարչապետն ունի ապացույց։ Չունի նա կատարում է, ես բացաբաց ասում են կանալերով կատարում է բանի Իլհամ Ալիևի հանրարություններ ոչ ոչինչ։ Այդ մեղը չեղավ արդեն, կողսել նստած են, արդեն չելավ։ Չի կարելի է Ալիևն ում շունոր նայն բացականություններ կատարի։ Ալիևն ով արա։ Ճիշտ խոսացեք, մեծ պետություն է պետք, աղջիկ ջան։ Պետություն, իրար կողքի կանգնան երկուսին էլ ղուրբան, չէ, կամ են դիհերանա, կամ էս պիտի հերանա։ Մեծ պետություն է պետք։ Մենք տարերով պետություն չենք ունեցել, վերջ, ուրիշ բան չկա։ Այդ հենց էլ ուրիշ տեն ասեք, պետություն։ Ղուրբան եկեղեցու մենք հազարամյակներ մեզ օգնե ղուրբան միասնական եղան ես տեսա միասնական նոր մեռնեմ ուրիշ բան պետք չի ինձ ու քեզ պետությունա պետք նաև ֆուտբոլի թիմ Քաղաքացիների այս խումբը մի վերջնական որոշման հասավ թող պետությունն իր գործով զբաղվի եկեղեցին իր երկուսից որ մեկը սրա հետ համաձայն չէ թող գահն ազատի տուն գնա